այս դաշնությունից շնորհավորանք դեռ չկա, ավելին մենք տեսնում ենք, որ գրեթե ամեն օր 2-3 բարձրաստիճան պաշտոնյա Ռուսաստանի Դաշնությունից ընդգծում են խայտառակ խախտումները, այն ինչ որ տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ զարգացումներ կլինեն, ինչ հետևանքներով, խնդրեմ։ Դե նախ այդ սահմանափակումների հետ կապված Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ինչ ուզում է լինի, իրենք միևնույն է գնալու են եւ անցնեն Ռուսաստանի թշնամիների ճամբարը։ Ասում են, չէ՞։ Գնում ենք դեպի Եվրամիություն, երբ որ կտեսնենք, որ հարմար պահը եկել է, ԵԱՏՄ-ից դուրս կգանք եւ կմտնենք Եվրամիություն։ Հիմա կընդունեն չեն ընդունի այլ հարց է։ Բայց իրանք Ռուսաստանին բացահայտ հայտարարում են, որ մենք գնում ենք մտնենք ձեր թշնամիների ճամբարը։ Իսկ ճամբար որ մտնում ես, դու չես մտնում այնտեղ ուղղակի հյուրի կարգավիճակով սուրճ խմելու համար։ Մտնում ես, որ զինվորի պես կռվես Ռուսաստանի թշնամիների ճամբարում, այսինքն խրամատում Ռուսաստանի դեմ։ Ուրիշ բանի համար քեզ այնտեղ չեն ընդունում։ Դե Ռուսաստանն ասում է, դուք ուզում եք փաստորեն այդ իմ թշնամիների ճամբար անցնելու ճանապարհին էլ ես ձեզ ֆինանսավորեմ։ Հարստացնեմ։ Եվ արտոնություններ տամ։ Դե ասում է, այդպես ես չեմ ուզում մնամ։ Միգուցե չգիտեմ, առաջ անում էր։ Դուք խայտառակություն չեք, մի հատ հիվանդ գրել է, հերիք է մեղադրեք ժողովրդին։ Մեղավորը թուրքամոլ ընդդիմությունն է։ Ում նկատի ունեք, Արամ Սարգսյանին, Շիրինյանին, Բաբաջան Արմանին, Նիկոլին։ Նիկոլան ընդդիմություն չի, նրանք էլ իր արբանյակներն են։ Մնացած եթե տարածվում է մյուսների վրա, ուրեմն դուք ինչ որ առողջական խնդիրներ ունեք, Տիկին Լիլիթ, խնդրեմ, ներողություն։ Այսինքն Ռուսաստանը չի ուզում շարունակել այդ արտոնությունները տալ, իմանալով որ միևնույնն է գնալու է թշնամիների ճամբար։ Ինչի համար տա։ Բացի այդ, եթե նույնիսկ նախկինում այդ ապրանքների մեջ, որ մենք արտահանում ենք, եղել են խախտումներ, Ռուսաստանը ելնելով նրանից, որ մենք դաշնակիցներ ենք, ինքը ուղղակի աչք է փակել այդ խախտումների վրա։ Ամենայն դեպս մի երկու անգամ խոսել եմ որոշ մասնագետների հետ, ասում են, որ եղել են խախտումներ նախկինում, ինչ որ ապրանքատեսակների մեջ։ Բայց Ռուսաստանը աչք է փակել, որտեվ մենք կարիք ունենք մեր արտադրանքը հանելու եւ արտադրողին պահելու։ Դրա համար աչք է փակել, ասել է ոչինչ, դու խախտումներով գնա։ Հիմա էլ աչք չի փակում եւ ըստ էության ինքը պատասխանում է իշխանությունների քայլերին։ Այսինքն ինքը գործում է փոխադարձության սկզբունքով։ Ինչքան դու շատ ես գրում իմ թշնամիների ճամբար, այնքան ինքը ավելի խստացնում է։ Իհարկե չի լինի այդպես բարձ է, որ Ռուսաստանի, չգիտեմ, նախագահ կամ արտգործնախարարը վեր կենան ասեն, չգիտեմ, Հայաստանը մեր թշնամին է եւ այլն, նման բան չի լինելու։ Բայց փոխադարձության սկզբունքով Ռուսաստանը շարժվելու է։ Քայլ կանեն իշխանությունները, քայլ կանեն իրենք, քայլ կանեն իշխանությունները, քայլ կանեն իրենք։ Միգուցե ինչ որ քայլ անեն իշխանությունները, նրանք երկու ավել քայլ անեն, բայց այդ քայլերը նորից բխելու են Ռուսաստանի ազգային պետական շահերից։ Դա ինչ որ տենց այնպես չի, որ ինչ որ մեկը ձեռքը խփում է սեղանին Ռուսաստանում, ասում է վերջ, այդպես ենք անելու։ Իրենք գնահատում են, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանի պետական շահերից բխում է այս քայլերը անելը։ Վաղը եթե գտնեն, որ ավելին պետք է անեն, նկատի ունեմ սանկցիաների տեսքով կանեն ավելին։ Այսինքն Ռուսաստանը 30 տարի համբերում է, շատ բաներ կուլա տալի, ատամները կրճտացնելով, այսպես ասենք, սպասում է նույնիսկ իր հարևանների, դաշնակիցների արածների վրա է աչք փակում որոշ, բայց հիմա կամաց-կամաց ինքը վերականգնվել է եւ այլևս չի փակելու եւ այդպես։ Ինչ վերաբերվում է ընտրությունները ընդունելու կամ չընդունելու, այսօր Ռուսաստանի Դաշնության օրն է, շնորհավորել է Նիկոլը, սա ինչ ժեստ է եւ երեկ էլ ասեց, որ հույս ունենք, որ կլինի այդ շնորհավորանքը չի ուշանա, եթե չշնորհավորի, ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Կամ եթե չճանաչի ընտրության արդյունքները։ Նախ այդ նման որոշումները, որ գնում է Եվրամիություն Հայաստանը, այսինքն նման կտրուկ։ Հա, նաև իրենց հայտարարությունը, որ եթե հապկ եք ուզում, ձեր խնդիրն է, կարող եք հստակեցեք ձեր համար որոշեք եւ հայտարարեք։ Իմիջիայլոց որոշ փորձագետներ մեղադրում են, ասում են, սա հին պայմանավորվածություն է Նիկոլի եւ Ռուսաստանի Դաշնության միջև, այսպես պասերով խաղում ենք, խնդրի նաև դրա մասին խոսեք եւ պատասխանեք։ Չեմ, ես այդ համաբանությունը չեմ կարող բացատրել, դրա համար երևի պատասխանել չեմ կարող։
ինչ պասեր պետք է լինի եւ ինչի համար, ինչ նպատակով։ Չեմ հասկանում, որ ինչ անեն։ Ինչ վերաբերվում է ընդունել չընդունելուն։ Այն կուրսը, որ ընտրել է Հայաստանի իշխանությունը այսօր, այսինքն Հայաստանին ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի այդ արևմուտքի քաղաքականության մեջ։ Ինքը կարող է կործանել ազդեցություն ունենալ Հայաստանի պետականության, մեր անվտանգության վրա։ Հետևաբար Ռուսաստանը ինչ ասեց նախագահը, ասեց թող դա որոշի ժողովուրդը, ինչ նկատի ունի։ Ասում է տենց ճակատագրական որոշումները նույնիսկ 50-50-ով չեն կայացնում։ Այսինքն եթե մեր ժողովուրդը իրոք ճնշող մեծամասնությամբ այդ ճանապարհը ուզում է, ապա այս ընտրությունները սենց չեն լինի եւ կարիք չեր ունենա ԿՊ-ն նման բռնաճնշումների գնալ եւ նման խախտումների։ Եթե իրանք վստահ լինեն, որ այդ կուրսը ժողովրդը ողջունում է, հա, այնպես չի, որ իրենց օգտին մարդ չի քվեարկել են, քիչ չեն քվեարկել, բայց այդ քվեարկածը բավարար չի նման կտրուկ եւ ճակատագրական որոշումներ կայացնելու համար։ Հիմա ասում է դուք Ռուսաստանը ասում է ձեր մոտ առնվազն կիսվում է կարծիքը, ու դա շատ քիչ է, որ նման որոշումներ կայացնեք։ Հետևաբար դուք գողանում եք ժողովրդի ձայնը, այսինքն այդ 50 կամ ինչ տոկոսի վրա հիմնվելով, բռնաճնշումներով, կեղծիքներով, դուք փաստորեն ուզում եք, որ Հայաստանը մտնի պատերազմի մեջ մեր դեմ։ Հիմա դրա ինչ է շնորհավորի։ Ասի շնորհավորում եմ, որ դուք բռնել եք Ուկրաինայի ճանապարհը, պարզ է, որ չի կարող շնորհավորել։ Եվ իրականում այս շնորհավորելով չխառնվելով ներքին գործերին, Ռուսաստանը անուղղակի ժամանակ է շահում ընդդիմության համար։ Ինքը ասում է ստեղծեք պայմաններ մթնոլորտ, որ ընտրությունները կեղծվել են, չեք ընդունում, գողացել են, այսինքն չհամակերպվեք այս ամեն ինչի հետ, որ Ռուսաստանն էլ առիթ ունենա ասելու տեսեք այն 50%-ը, որ ասել են ոչ այս իշխանությունների ուղուն, ասում են, որ չեն համակերպվում դրա հետ, ասում են, որ կեղծվել են, դրա համար մենք ոնց կարող ենք շնորհավորել Հայաստանի պետականության կործանման ուղին բռնած իշխանությանը, եթե 50% առնվազն ասում են ոչ դրան։ Այսինքն Ռուսաստանը այս իր քայլերով քարոզչական հող է նախապատրաստում, այսինքն քննարկելու մի մեծ քարոզչական բազա է ստեղծում, ինչքան լրագրողներ Ռուսաստանից եկան այս ընտրությունների ժամանակ եւ ինչքան ռեպորտաժներ պատրաստեցին։ Այսինքն իրենք տեղեկատվական ֆոն են ստեղծում, բայց իրականության իման վրա չեն հորինում։ Դե կարծում եմ լավ հիմք է ստեղծել դրանից օգտվելու համար։ Եթե այնպես ստացվի, որ համակերպվի Հայաստանը, նկատի ունեմ ընդդիմություն եւ ինչ որ այն ընտրազանգվածին, որոնք ոչ են ասել, իրենց չկարողանա կազմակերպել, ուղղորդել առնվազն քարոզչական, քաղաքական, տեղեկատվական առումով, միգուցե էլի շնորհավորի Ռուսաստանը, բայց առանձնապես դե կասե, եթե դա համակերպվել եք, ուրեմն ձեր ընտրությունն է։ Բայց սա շանս է, որ օգտագործի Հայաստանի ընդդիմությունը իր քարոզչական եւ տեղեկատվական քաղաքականությունը վարելու համար։ Ուրիշ ինչ կարող է անել Ռուսաստանի Դաշնությունը։ Սանկցիաներ, նաեւ ընդգծել խախտումներ։ Դե դա անում է, ինքը իրականում չի թողում, որ թեման մարի։ Ինքը դրանով թեման պահում է տակ։ Այսինքն մի գերտերություն, ասում է սենց խախտումներ են եղել, մենք չենք շտապում, նշանակում է ժամանակ է տալիս։ Հիմա եթե տեսեք, բայց Արևմուտքը Հայաստանում էլ ընտրություններ են եղել եւ ինչ որ բաների հետ համաձայն չի եղել եւ իրենց ճնշումները, հատկապես մարտի 1-ից հետո, բառից բուն իմաստով Հայաստանի պետությունը պատանդի տակ էր, պատանդ էին պահում իրենք անընդհատ ճնշումներ, սպառնալիքներ, հայտարարություններ եւ այլն եւ այլն։ Այդպիսի հետևողական բան մենք կտեսնենք Ռուսաստանի Դաշնության կողմից։ Իրենք այսպես մեկ բան էլի, մեկ անգամյա ինչ որ գործողություններ օրինակ Արևմուտքը չէր անում։ Հետևողական, մի քանի տարի շարունակ, զուգահեռ բազմաթիվ լրատվամիջոցներին, ՀԿ-ներին ֆինանսավորելով, ճնշելով պետական իրավապահ բոլոր մարմիններին տարբեր տեսակի բաներով, սանկցիաներով, զրկելով նաև ֆինանսական բան աջակցություններից,
Դա կլինի հետևողական Ռուսաստանի Դաշնության կողմից, թե նույն ոճը, թե ոճերի տարբերություն կա։ Ոչ չի լինի, այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը չի տիրապետում այն գործիքակազմին, որը տիրապետում է Արևմուտքը։ Հայաստանի ազգաբնակչության 70-80% մոտավորապես այդ կապի ապրանքաշրջանառության Դա ոչ մի ձև իշխանության վրա չի ազդի։ Եթե այդ մարդիկ Ուկրաինան զոհաբերեցին եւ 1.5 միլիոն զոհաբերեցին, ով էր նայում այնտեղ ապրանքաշրջանառության վրա։ Ոչ մեկ։ Արևմուտքը ինչ գործիքներ է օգտագործում։ Կոռուպցիա, այսինքն կոռումպացված չինովնիկների փողերը պահում են իրենց մոտ, ստիպում են այդ չինովնիկներին պատանդիպը մեջ են անել այնպես ինչպես իրենք ուզում են։ Ֆինանսական համակարգը կարող են օրինակ սպառնել, ասել մեր ֆինանսական համակարգը մտած է Արևմուտքի ֆինանսական համակարգի մեջ, մաս է կազմում, որովհետև կենտրոնական բանկ ունենք, որը ոչ թե պետությանն է ենթարկվում, այլ արժույթի միջազգային հիմնադրամին օրինակ։ Այսինքն մենք ենթարկվում ենք իրենց ֆինանսական որոշումներին։ Եք ասեն, եթե sense չանեք, վաղը դոլարը կդառնա, ասենք, կուրսը կդառնա 5000 դրամ $1 համար, օրինակ, եւ ձեր տնտեսությունը կփլուզվի։ Այսինքն այն գործիքակազմը ազդելու, ստիպելու, ճնշելու, որ ունի Արևմուտքը, Ռուսաստանը չունի։ Ռուսաստանը այն մեթոդները, որ հիմա անում է, ինքը ինչ է, այդ մեթոդով հորդորում է, այսինքն ասում է ցույց է տալիս ժողովրդին, ասում է ձեզ տանելու են այս ճանապարհով, որտեվ Ռուսաստանի նախագահը չի կարող թե չպատասխանել այս քայլերին, որտեվ ինքը ղեկավար է պետության, X պետություն իր պետության դեմ քայլ է արել։ Ինքը պետք է պատասխանի, ինքը ղեկավար է։ Ինքը չի կարող ասել նաև իր ենթականերին ասել լավ, դե Հայաստանն է, թող ինք չպատասխանենք, ոչ մի բան չանենք։ Ինքը պարտավոր է պատասխանել, բայց ինքը նաև ցույց է տալի հետևանքները ինչ է լինելու։ Արևմուտքի գործիքակազմը բոլորովին այլ է, տնտեսական, քարոզչական, ֆինանսական, կոռուպցիոն, ինչ ասեմ էլ, ասենք 30 տարի էլիտաներ է ձևավորել Արևմուտքը իր համար, իրեն լոյալ, այնտեղ կրթություն է տվել, երեխեքին է իրանց այնտեղ կրթել, հազար ու մի բան արել, այսինքն այնց համակարգ է ստեղծել Արևմուտքը, որ անհամեմատելի է Ռուսաստանի նկատմամբ։ Ավելին Ռուսաստանն էր այդ Արևմուտքի լծի տակ, այդ ամեն ինչի տակ։ Ինքն նոր սկսել է ազատագրվել, նոր է սկսել, այսինքն իրան 30 տարի պահանջվեց, եթե Պուտինի դեպքում 99 թվականից պահանջվեց նոր, որ ինքը կարողանա այդ թելերից կամաց ազատագրվել։ Այ նոր հիմա ասցին, որ Պետդումայի ընտրությունները լինելու 1300 այնտեղ նախնական քվեարկություն է եղել Եդինա Ռոսիայում, թե ովքեր պետք է մասնակցեն ընտրություններին։ 1300-ից մոտ 480 հոգի հատուկ ռազմական օպերացիան անցած սպաներ են մտնում Պետդումա։ Այսինքն նոր Ռուսաստանը կառավարչական էլիտա է փոխում։ Ինչի, որտեղ նախորդը ձևավորվել է ընդհանուր արևմտյան համակարգի մեջ, եւ այդ էլիտան պարզ է, ինչքան էլ Պուտինին հարգեն, վախենան իրանից, միևնույն է ինքը իր բնույթով այնպես ինչի, որ ապահովի Ռուսաստանի համար թռիչքածև զարգացում։ Իրեն պետք է նոր մարդիկ եւ զինվորականից ավելի լավ մարդ, ավելի հարմար տեխնացու չկա։ Եվ սեպտեմբերից հետո սկսելու են Դումայում, հետո տարբեր իշխանական տարբեր մակարդակներում իրենց մտցնել։ Այնպես որ այդ գործիքակազմի առումով ուղղակի անհամեմատելի է Արևմուտքի գործիքակազմը Ռուսաստանի, բացի այդ Արևմուտքը կարմիր գիծ չունի։ Ինքը ցանկացած գործիքակազմ կօգտագործի ցանկացած բան քեզ ստիպելու համար։ Ինչ խնդրեմ ունեն։ Եթե Իրանում հրթիռի հարվածով երեխաների դպրոց են ոչնչացնում, երեխաներն էլ մեջը 200 հոգի մարդ զոհվեց։ Իրենց համար ինչ խնդրեմ կա։ Բայց մյուս կողմից դուք ասում եք պիտի ես երկու երկրները բաժանեն, սա հետ խորհրդային շրջան տարածքներ են, սա է տեղի ունեցավ դա, թե տեղի չունեցավ։ Իհարկե տեղի չի ունեցել, դա տեղի է ունենալու։ Չէ, դուք ասում եք նստելու են սեղանի շուրջ եւ այսպես։ Այո, բայց երբ որ իրենց միջև կոնֆլիկտը հասնի պիկին, դա այդ պիկը հələ չի եղել, իրանք պետք է լավ մի հատ կռվեն իրար հետ։ Դա հենց այստեղ։ Հիմա է որ ճեպազրույցով է հանդես գալիս Սամվել Կարապետյանը։ Արդեն կա եթերում է։ Մենք էլ ենք ուղիղ եթերում զուգահեռ։ Ուղ, դե դա եմ ասում, քանի րոպեից կլինի, մեզ մոտ ոչ, ինչ հանդիսավոր ասեցի։ Հա, զուգահեռ չեն կարողանում հիմա։ Հա, դեռ չի սկսվել, չէ, այսինքն բանում է, դատարանում է հիմա։
Հա, դե այդպես ասեք չէ պազրի։ Սամվել Կարապետյանը հիմա դատարանում է, բայց շատ կարևոր է զուգահեռ լսեք ինչի ասե, փոխանցեք, որ ես հիմա ասեմ։ Բա ինչով եք զբաղված։ Գագիկ Ծառուկյանը խոսում է հիմա։ Հա, բայց սա ավելի կարևոր էր։ Լսեք ինչ է ասում ու փոխանցեք, ընթացքում կասեք։ Խնդրեմ։ Դե այդպես, հիմա օրինակ մի 2 օր առաջ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, ասաց, եթե 8 հոգի ԿՊ-ից դեմ քվեարկի Փաշինյանին, Փաշինյանը չի վերընտրվի։ Այսինքն իրեն թվում է, թե այդ 8 հոգին տենց օթից ուղղակի կարող են որոշել, որ պետք է գնան դեմ քվեարկեն։ Ասեմ ավելին, Փաշինյանը եթե որոշի, որ այդ 8-ը պետք է դեմ քվեարկեն, իրենք չեն կարող դեմ քվեարկել։ Փաշինյանն էլ չի կարող դա որոշել։ Որտեվ արևմուտքը հիմար չի, որ իր պլանները նենց կազմի, որ ինչ որ մի 8 հոգու պատահական 8 հոգու պատճառով իր պլանները փլուզվեն։ Այսինքն հետեւաբար եթե ցանկացած ընդդիմադիր մտածում է, որ հենց այնպես ինչ որ 8-10 կամ չգիտեմ քանի հոգի կարող են ԿՊ-ից անցնել ընդդիմության ճամբար եւ դեմ քվեարկել, չի լինելու այդպես։ Արևմուտքը հիմար չի, որ իր պլանները նենց կազմի, որ մի քանի հոգու պատճառով դրանք փլուզվեն։ Փաշինյանն չի կարող դա իրենց ստիպել, որովհետեւ կասեն մի րոպե, ուզում ես պարտավորություններից վրայից փախնես։ Բա ինչ եք ոնց եք պատկերացնում։ Դե որտեվ ընդդիմությունը ես տեսնում եմ, ցավոք սրտի իրենք մտածում են, որ իրենց հակառակորդը ԿՊ-ն է։ Երկու անց կա, որ կարող են որոշել այդ 8 հոգին դեմ քվեարկեն, թե չէ։ Բա ինչ ան ընդդիմությունը պատերազմ հայտարարի Թրամփին, մեկ էլ բանին, ինչա, Եվրոմիությանը։ Ինչ հնարավոր է անում է, ասենք չեն տեսնում, ինչ նշանակում չեն տեսնում։ Հիմար են չեն հասկանում, որ այս իշխանությունը ով է բերել, ոնց է պահում, ինչով է պահում։ Կոնկրետ ընտրությունից առաջ ասում է, այսքան միլիոն ենք ձեզ տալու Եվրոպան, ամեն ինչ անելու ենք, որ դուք ընտրվեք, աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին, հիմա տալիս ենք 10 միլիոն, վաղը տալիս ենք 15 միլիոն, էլ ոնց է, ինչ նշանակում չեն տեսնում։ Դե համարժեք է իրենց քայլերը այդ կառույցների նկատմամբ։ Մի փոքր ազգային թեև լավ փոքր չի, ասենք հետևում էլ ժողովուրդ, մի հատ ամբողջ հավաքական արևմուտքը պլյուս Թուրքիա, Ադրբեջան խժռած հարձակվել են այս մի փոքր երկրի վրա, այս մի փոքր ազգային թևի վրա։ Որոշակի աջակցություն, ասենք թե ունի բան է, լոյալ է իրեն պահում Չինաստանը, ասենք որոշակի հետաքրքրություն ունի Ռուսաստանի Դաշնությունը, ազգային թևի նկատմամբ ու հայ ժողովրդի նկատմամբ եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Եվ այդ չի Ինչ անի, ասենք, պարզ է, բոլորս այդ ուզում ենք, բայց ինչ ենք պահանջում։ Այն մի հատ ֆիլմ կա, Ջենտլմենի ուդաչի, որ գալիս ասում է, вот вам գիրքը տալիս ասում է, вы учите английский язык, ասում է, зачем нам, ասում է, будем посольство брать։ Դե ասել եմ քանի անգամ։ Հա, եթե ակցիաներն էին դեսպանատան մոտ, ամեն ինչ փոխվի, հա։ Ակցիա, դե հիմա դուք ինձնից լավ պատկերացնեք եւ հաստատ պատկերացնում եք, ինչ է նշանակում տեղեկատվական քարոզչական կամպանիա։ Իր ամբողջ ծավալով եւ բնույթով ելնելով սկսած հարցազրույցներից վերջացրած քաղաքական կեցվածքով եւ Դե հիմա մի հատ սա ձև է գտել, ով որ այդպիսի թեմաներով խոսում կամ չգիտեմ ինչ, ասում է դու գործակալ ես, տանում ձերբակալում է, պիտակավորում է, բանան, ասենք Անդրանիկ Թևանյանն երբ որոշեց ձերբակալել, երբ որ շատ կտրուկ բան սկսեց քննադատել, որ դու նույն արևմուտքի հետ հիբրիդային պատերազմ ես անում, Թուրքիայի Ալիևի կոշիկ լիզողն ես եւ այլն եւ այլն։ Դե հիմա եթե այդ Անդրանիկ Թևանյանի ելույթներին զուգահեռ մի 10,000 հոգի կանգնած լինեին ԱՄՆ դեսպանատան մոտ, բայց դուք ինքներդ ասեցիք, չէ՞, նաև այս ընտրությունը ցույց տվեց, որ այդ ամեն ինչին դեմ են։ Չէ՞, սա նաև դրա ցուցիչն է, իրենք նույն արևմուտքը հասկանում է, որ այսքան բռնաճնշումներից հետո, եթե ժողովրդի կես միլիոն ընտրող գնում է եւ մերժում է Նիկոլի, նշանակում է դեմ է այդ ամեն ինչին։ Այո, բայց դա իրան չի կանգնացնում։ Ինքը ճանապարհները, ասում է լավ դեմ, հա, ուրեմն ճանապարհները ման գալի, ոնց այդ խափի, ոնց այդ ենթադրենք 500,000 դեմին սարքի 400,000։ Դե արևմուտքը նաև սովորացնում է Ռուսաստանի Դաշնությանն ու Իրանին, թող իրենք էլ սովորեն։ Ինչ է անում, մեկ էլ գնում է, տեսեք ինչ է անում Թրամփը։ Ինչ է անում։ Այլանդակուց չգիտեմ ինչ է անում, ոնց ինչ է անում։
Ինքը որոշում է, որ վերջացավ, այս երկրի ղեկավարը պիտի վաղը այս վիճակում լինի, այն մեկինը այսպես պիտի լինի, այն երկինը սա պիտի լինի, ամեն դեպս միջև որտեղ որ ուժը պատում է հնարավոր է գնում է, ինչ որ մի բան իրեն կանգնեցնում է, հա Իրանը ինչ որ առումով փորձել է կանգնեցնել, տեսնենք դեռ կանգնեցրել է թե չէ, որտեվ բանով ինքնապահ, ինքնագող հայտարարում էր, որ պայմանավորվեցինք։ Չէ, դե ես ուղղակի դատում եմ ընդդիմադիր գործիչների ասելուց, իրենք ասում են, որ մենք պետք է վարենք բալանսավորված քաղաքականություն եւ Արևելք եւ Արևմուտք եւ Ռուսաստան, դե հիմա եթե իմ տրամաբանությամբ, եթե Արևմուտքն է հովանավորը եւ կանգնած է այլանդակությունների հետևում եւ կորուստների հետևում, ուրեմն ինչ որ միտեղ պետք է հակառակորդ իրեն որպես տեսներ, չէ՞ որ կարողանաս իրեն հաղթել։ Եթե հակառակորդին չես ասում, որ ինքը հակառակորդ է, ուրեմն չես կարող հաղթել։ Ես ոչ մի բան չեմ ասում իրենց, ես ինքս էլ փորձել եմ այնց անեմ, որ իրենք հնարավորինս շատ ձայն հավաքեն իմ ուժերի սահմանները, բայց իմ կարծիքով այդ առումով համարժեք չի։ Իրենք է տեսնում են, որ համարժեք չի, դե ասում են ինչ ուզում ես արա Նիկոլ։ Մեկը մեր ականջները չեն երևում առանձնապես այս process-ների հետևում։ Չէ, դե կան գործիչներ, որ նաև այդպիսի վարկագիծ են դրսևորում եւ նաև անպաշտպան ինչ-որ բանի առջև են կանգնում, չէ՞։ Դե առանձին գործիչներ կան, բայց դա սիստեմատիկ բնույթ չի կրում եւ ինքը օրակարգ չի ձևավորում, ցավոք սրտի։ Օրակարգ։ Որովհետև եթե այդպիսի գործիչներից, ասենք արևմտյան գործիչներից նախկին իշխանությունների ժամանակ քրեական գործեր կամ ձերբակալված լինեին, կամ ոնց որ ին վրա ինչ որ գործ էր հարուցվում, այդ դեսպանատները իրաց պատե էին տալիս ու առավոտից գիշեր ընկածեին իմ հետևից էլ։ Հիմա 13 հատ գործ է վրա հարուցած, 1000 անգամ դիմել եք, մի հատ ինչ որ Ռուսաստանի դեսպանատունը հետաքրքրվեց, որտեվ իրանք աշխատել գիտեն, արևմուտքը աշխատել գիտի։ Հետաքրքրվում է, հասկանում է, դուք էլ ամեն ինչով մի պաշտպանեք, հա, նաև իրենց դեբիլություններ ա, որ նորմալ աշխատել չգիտեն։ Հիմա դե իհարկե կասեք, դե ուրիշ բան գիտեք անելու։ Հա, այսօր ենք, հասկանալի է, որ ծանր վիճակում ենք բանել, բայց նաև պիտի ընդունել, որ նրանք քառակուսի են, նորմալ ճկուն չեն կարողանում աշխատել։ Բայց արևմուտքը գիտի աշխատել։ Այն ժամանակ, որ մի հատ իրանց գործիչներից այդ արժեքները իբրև թե էլի դեմոկրատական արժեքներ կարող չգիտեմ եսի միջ գործիչներ էին տեսնեք դեսպանատները նախարարներ կային ասում էին առավոտը մեր գործը սկսում էր նայած որ դեսպանները կազմ պատրաստ մեր դրան մոտ կանգնած էր Ամերիկայի դեսպանը հետևից է Եվրոպայի մյուս երկրների դեսպանները դուք դա տեսնում եք Ռուսաստանի դեսպանի աշխատանքից առաջին հերթին թող մի հատ Ռուսաստանում խելոք լինեն տեսնեն այս դեսպանը ընդհանրապես ում հետ ինչ հարաբերություններ ինչով է զբաղված Հայաստանի Հանրապետությունում առաջին հերթին եթե այդքան խելոք են, այդքան կազմակերպված են, կամ լավ, հիմա իրանց աշխատավոճը տարբեր է, կարող են, չէ, բայց հետևություն անել, ինչի մեջ ենք։ Հիմա Սամվել Կարապետյան տեսնենք ինչ է հայտարարել, եթե նոր բաներ կա անպայման տեղադրեք, ես հերթով կարդամ։ Իսկ դուք վստահ եք, որ չենք հաղթել։ Դատարանի բակում ասել է Սամվել Կարապետյանը, արձագանքելով Մարիամ էկրանի բաներ, արձագանքելով լրագրողի այն ասածին, որ շատ վստահ է, որ իրենք հաղթելու են։ Դիմել ենք սահմանադրական դատարան եւ ԿՀ, որ ընտրությունների արդյունքները չեղարկեն, նշանակվի երկրորդ փուլ, այսինքն առաջատար ուժը լոկոմոտիվ ուժը ընդդիմության պահանջում է, որ երկրորդ փուլ լինի։ Մենք էլ չենք հաղթել, Փաշինյանն էլ չի հաղթել, Հայաստանը չունի լեգիտիմ իշխանություն, ասել է Սամվել Կարապետյանը։ Եթե Փաշինյանը վստահ է, որ ինքը հաղթել է, թող գնա երկրորդ փուլ, ասել է Սամվել Կարապետյանը։ Մեր հարցը խորհրդարանը չի, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է, այս երկիրը դարձրել է դուքյան, եթե գտնեք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան, եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, ուրեմն կհեռացնենք փողոցային տարբերակով, ասել է Կարապետյանը։ Հայաստանը չունի լեգիտիմ իշխանություն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ, սա ունեինք արդեն հայտարարել է Սամվել Կարապետյանը, ինչ որ բան ունեք մեկնաբանելու թե։ Չէ, լավ է, լավ, այդ օրակարգը պետք է պահել, որ լեգիտիմ չի ընտրվել խախտումներով եւ այլն, այդ օրակարգը պետք է պահել։ Կիսում եմ այդ։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, քիչ անց ու եթերում կլինենք Կարինե Նաչաջյանի հետ, շնորհակալություն։